Տիտոսին հասարակած հավատի մեջ իմ սիրելի որդուն շնորհ եւ խաղաղություն Հայր Աստծուց եւ մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսից։ Ուրեմն տեսեք սիրելիներ, Պողոս Արաքյալը հրյա էր, գիտեք, փարիսեցի էր, Տիտոսը հույն էր եւ հեթանոս էր եղել, հետո էր դարձել քրիստոնյա, բայց ինչ է ասում իմ հասարակած սիրելի որդուն։ Եվ Գործ Առաքելոցի մեջ այս տողերը այսպես է ասում է. իսկ Տիտոսը, որ ինձ հետ էր, թեև հեթանոս, չպարտավորվեց թլպատվել հակառակ նրա ներս սպրտած սուտ եղբայրների։ Սակայն Քրիստոսով ոչ մի տարբերություն չկա, չի ասում այլևս գաղատաց նամակի մեջ տարբերություն չկա, ոչ հրեայի, ոչ հեթանոսի, ոչ ազատի, ոչ ծառայի, ոչ արևելքի, այսինքն բոլորս էլ Քրիստոսով մեկ եղանք, մեկ ընտանիք դարձանք։ Ուրեմն Քրիստոսով այս հարաբերության մեջ է, որ Աստված փրկություն է տալիս մարդուն եւ հայր ու որդի են դառնում հոգեվորապես։ Դրա համար մենք ամեն անգամ սիրելի քույրեր եւ եղբայրներ, մենք Քրիստոսով ենք քույր ու եղբայր դարձած։ Մենք մեր մայր եկեղեցին է, մեր եկեղեցը մեր մայրն է, մկրտության ավազանը եկեղեցու արգանն է, որտեղից բոլորս ծնվում ենք որպես Քրիստոսի զավակներ։ Դրա համար մենք քույրեր ու եղբայրներ ենք։ Ասում ենք քույր եկեղեցիներ, նույն, տեսեք, քույր եկեղեցին, նույն հավատք ունեցող, նույն ջերմության մեջ ապրող մարդիկ։ Ինչու են քույր ասում, որտեղ քույրերն են, չէ՞, շատ իրար կապված, իրար բոլոր գաղտնիքներով կիսում են, խոսում են, ուրեմն այս խորհրդի մեջ է, հոգևոր խորհրդի մեջ են, որ հայր ու որդու զգացողություն ունենք եւ մեկս մյուսով ապրում ենք այդպես։